Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված Իսարագի միջազգային վերավորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։ Ողջունելով վարժանքի մասնակիցներին, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու եւ անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերավորակավորմանը։ Մենք աջակցում ենք հայկական թիմին վերավորակավորման գործընթացում։ Այս վարժանքի միջոցով ցանկանում ենք հասկանալ թիմի պատրաստվածության մակարդակը, տեսնել ուժեղ կողմներն ու առաջիկա 2 տարիներին կատարվելիք աշխատանքը։ Շվեյցարիայից մասնակցում է 9 մասնագետ կառավարման, որոնման, փրկարարական, բժշկական եւ լոգիստիկ ուղղություններով։ Խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը, ազդարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետը պայմանական էր, սակայն առաջադրանքները, պահանջներն ու գնահատման չափանիշները իրական։ Որոնողափրկարարական թիմը ստեղծել է ընդունման եւ մեկնման կենտրոն, շտաբ եւ ժամանակավոր բազա։ Տարբեր տեղամասերում փրկարարական ծառայողները հետախուզական եւ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Խաղարկվել են նաեւ միջազգային թիմերի ընդունման, գրանցման եւ նրանց աշխատանքների համակարգման գործողությունները։ Մեր մենթորները գնահատական են տալու, թե մեր թիմը ինչքանով է պատրաստ 28 թվականի վերավորակավորմանը։ Մենթորները հետևել են, թե ինչպես են փրկարները որոշումներ կայացնում, կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները, ապահովում բժշկական օգնությունն ու կիրառում անհրաժեշտ սարքավորումները համագործակցելով միջազգային թիմերի հետ։ Վարժանքն անցկացվում է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով, գնահատում ենք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի գործնական եւ կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունը, ինչպես նաեւ 36 ժամ տևողությամբ վարժանքը կազմակերպելու եւ կառավարելու կարողությունը։ Վարժանքի ավարտին փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը հայկական թիմի անդամներն ու մենթորներն ամփոփել են արդյունքները, քննարկվել են թիմի ուժեղ կողմերը, վերհանվել առկա խնդիրները եւ նախանշվել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար։ Վարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում ստուգելու հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը, իսկ գրանցված արդյունքները հիմք կդառնան կարողությունների հետագա կատարելագործման եւ միջազգային վերավորակավորմանը պատշաճ ներկայանալու համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների եւ հաշվառման քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման եւ ոլորտային գործընթացների միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է։ Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն ու այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ եւ պատասխանատու վարքագծի ձևավորումը։ Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների բարելավմանը։ Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ, ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն եւ անվտանգություն։ Մտքեր են փոխանակվել նաեւ վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով, առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ, նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ մասնագիտական եւ անվտանգ վարորդական կրթության համակարգ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։
Համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծողիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում եւ իրացնում։ Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ից 3-ը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալեցին երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն։ Զուգահեռ ոստիկանները հսկողություն սահմանեցին այն ավտոտնակների մոտ, որտեղից ըստ տեղեկության երիտասարդը վերցրել էր կեղծողիները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ 2 օրերին զննություններ կատարվեցին ավտոտնակներում։ Հայտնաբերվեցին շշալցված ծառատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ եւ այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Օգոստոսի 16-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ օգոստոսի 16-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ 4 երիտասարդ Աբուլ Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը եւ առևանգել 18 աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված հետագա միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։